Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քննարկումները երկար քննարկում ենք ունեցել նախագահի եւ պետնախարարի հետ։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն գլխավոր դատախազին, դիմեն քննչական կոմիտեին, դիմեն ԱԱՑ-ին, որ տենան որտեղից են ընդունելությունը կազմակերպում մեր եւ նախագահի հետ միասին մտնենք որ կառույցը որ մեր հրավերը կընդունի, որտեղից որ, այսինքն դիմողը լինելու է Արցախի ներկայացուցիչներից են դիմելու, նախագահի անունից են դիմելու նամակով։ Պատասխանը ստանալուց հետո արդեն կհասկանանք որ կառույցում հանդիպումը կլինի, ձևաչափը պատրաստված է, ներկայացել ենք ընդհանուր բոլոր խնդիրները կապված որ ոլորտի հետ է կապված է թալանը, որ ոլորտի մասին է խոսքը, որտեղից այն ինչը որ հասարակ քաղաքացին են, ինչը որ մենք գիտենք, որտեղից ով ինչ ինֆորմացիա տիրապետում է բոլորը։ Ընդհանուր սարքած մի հատ պապկա ներկայացնելու ենք որ կառույցը որ մեզ ընդունի տվյալ կառույցին։ Ու ընդհանրապես ուզում ենք որ բոլոր կառույցների հետ հանդիպումը լինի ու անպայման նախագահի հետ միասին։ Ինչ ձևաչափով է լինելու, ասեցի քննարկել եք ինչ ձևաչափով է լինելու։ Այսինքն ձևաչափը ես շեշտեցի լինելու է նախագահի եւ մեր նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ միասին գնալու ենք որ դատախազությունը կլինի, քննչական կոմիտեն կլինի, ԱԱՑ-ն կլինի, որը որ մեզ կընդունի գնալու։ Եթե չընդունեն, ինչ եք անելու։ Եթե չընդունի, հետագայի մասին արդեն կտեղեկացնենք։ Այս պայն չենք պատկերացնում, որ չեն ընդունի, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն օր խոսում է կոռուպցիայից, ամեն օր ասում է, որ դեմ են կոռուպցիային, այսինքն ես չեմ պատկերացնում, որ չեն ընդունի։ Անսացիան նախորդ անգամ ապրիլի 18-ին, երբ այստեղ հավաքված էիք, շատ վճռական էիք տրամադրված եւ կոչ էիք անում, որ հանրային ճնշմամբ դա լինի, գնաք հավաքվեք դատախազության մոտ, Շահրամանյանի ներկայությամբ հանդիպում խնդրեք, հետ քայլ է արվել, այլևս դա ուժի մեջ չէ։ Չեք հանդիպել դատախազին։ Իհարկե, սպասեք հարցին պատասխանը։ Իհարկե, հետ քայլ ընդհանրապես գոյություն չունի, ընդհակառակը, որպեսզի ժողովուրդը իմանան ավելի վճռական ենք տրամադրված, այդ ինքը արդեն վճռական քայլ է, որ մենք նախագահի հետ միասին եթում ենք ընդե։ Դրանից հետո, եթե մենք մեր նախաձեռնող խումբը կամ նախագահան որևիցե մի հատ հայտարարությունից արդեն դուք ժողովուրդը իմանալու է մեր վճռականության արդյունքը ինչի է հասել։ Իսկ կներեք նախագահի պարզաբանումները, որ այսքան մի քանի ժամ քննարկեցիք, ձեզ բավարարեց, ինչ-որ հարցերի պատասխաններ ստացաք։ Պարզաբանումները մենակ կարանք բավարարվենք տվյալ կառույցների հանդիպումից հետո։ Իսկ այդ հանդիպման մասով հիմա ինչ քայլեր են ձեռնարկում, ասեք մի քանի օր հետո։ Հանդիպման մասով նախագահան շատ շուտ մի քանի օրվա ընթացքում, 2-3 օրվա ընթացքում նամակներով դիմելու է ԱԱՑ-ին, դիմելու է քննչական կոմիտեին, դիմելու է Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որպեսզի տենան ով երբին ժամանակահատվածում է պատրաստ ընդունի մեզ, լսի, ստանան մեզնից մեր տեղեկացված ինֆորմացիան փոխանցենք տվյալ կառույցներին, որպեսզի հետագա ընթացքի մասին արդեն պահանջը լինի իրանցից։ Ուրբաթօրվա համարգին Շրջանկետներ նշել եք այստեղ, մինչև երբ կարող են այդ նամակների պատասխաններին սպասել ձեր պատասխանները պետք է փոխանցեն տվյալ կառույցները, բայց ներկայացնելը նշել ենք, որ 2-3 օրվա ընթացքում։ Իսկ կազմակերպված 10 հոգանոց խումբը փոփոխական է լինելու, թե այսօր ինչ կազմով այստեղ էիք, այդքանով եք Եվ Արտուր Օսիպյանը ինչու այստեղ չէր այսօր։ Կոնկրետ Արտուր Օսիպյանը այստեղ չի, որովհետև ծնողի հետ առողջական խնդիր կա, լուրջ հարց կա ոչմ այդ հարցերով այս պահին ինքը, ինչը վերաբերում Արտուր Օսիպյանի մասով, ստե բոլորն էլ արտահայտվել են Արտուր Օսիպյանի կարծիքին համահունչ, որովհետև տվյալ մարդուն ես հանրային ձևով հայտարարում, անձամբ ես եմ զանգել Արտուր Օսիպյանին, խնդրել, որպեսզի գա եւ մեր հետ մասնակցի այս ակցիային։ Իսկ հիմա ասте 3-4 ժամ որ քննարկում եք, կոնկրետ ինչ եք Արտակ Բեգլարյանի հետ նույն դատախազության մոտ ակցիաներ անում եք, դրանից հետո ապրիլի 18-ին հայտարարեցիք, որ անարդյունավետ էր, որովհետև պարզվել էր, որ թալանչիների հետ թալանի դեմ էիք պայքարում։ Հիմա այդ հայտարարությունը ձեր ուժի մեջ է թե չէ եւ հետ այսու եթե հանդիպումներ այդպես լինեն կարող է նորից նույն եզրահանգման գալ։ Միանշանակ ես այն կարծիքին եմ, որ թալանչոյ պետք չի գնալ թալանի հետևից, նու սենց ասեմ, այսինքն պետք չի ինչքանով չպետք։ Ինքը պետք չի որ առաջի դեմքով հանդես գա։ Ինքը կարա գանդե, այնքան սպասի մինչև իրան ընդեից բռնեն տանեն արդեն թալանի համար պատասխան պահանջի։ Տվյալ նշված անձը Բեգլարյան Արտակը։
Թալանչիները ինքն այսքան Բեգլարյանը Հարց է ստորել, մյուս լարագրողներն էլ հարցեր տան։ Ես եմ որոշում, ես ոնց եմ, մենք մեր Բայց ուզում եմ մի հատ հարցել եք էլի։ Այսքան հիմա դուք եք ուզում որ մենք հարց տանք, թե ոնց։ Եկեք մենք որոշենք, հա։ Հարց ենք տալիս, բարի եղեք հարցին պատասխանեք։ Ասեք։ Թալանչիները ովքեր են։ Թալանչիները հայտարարել եմ ստեից։ Այս դռների հետևից հայտարարել։ Թալանչին։ Ով Արցախից։ Իվարկյան պատասխանում եմ։ Ով Արցախից։ Այսինքն խոսում է ներդրումային հիմնադրամի, խոսում է քաղաքաշինության նախարարության, խոսում է գյուղնախարարության, բոլոր ոլորտների մասին էլ խոսում է գյուղաճակցության հիմնադրամի։ Այսինքն այդ բոլոր կառույցներից վերցրածը ինչը որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն նայեք, խնդիր կա, մեծ խնդիր ունենք, որի մասին չենք խոսում, չենք քննարկում։ Պատճառը որն է, որ դրա մասին չենք քննարկում։ Նայեք, մենք ստե որտեղ որ էթում ենք, ինչ հարցով որ էթում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրում, ասում մեր ժողովուրդը հայտնվում է սոցիալապես վատ իրավիճակում։ Խնդրում ենք մի ձև տեր կայնեք, մենք այդ նույն ձեր ազգակիցն ենք, այդ նույն հայն ենք, այդ նույն կապույտ ազնագիր կրողն ենք։ Ու բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության թե սոցիալապես, թե անվտանգային առումով երաշխավորը։ Այսինքն մենք որ էթում ենք ընդ մեկ էլ տենում ես տակը, ասենք տվյալ թեկուզ դու քո իսկ գնացած վիդեոն որ նայում ես, մարդ ես ինտերնետում շոշափում է, էլի, տենում ես տակը մեր հայաստանաբարակ բնակ քույրերն ու եղբայրները գարառում են կատարում։ Գնացեք ըստեից, գնացեք ընդեից, գնացեք, որ դրանք ուղղված են նիկոլականների բրծնեն պատասխանը։ Այսինքն գրում են, ասում գնացեք ձեր այս ինչ թալանչուց, այն ինչ թալանչուց, ու մենք էլ որ սենց ֆռում ենք, տենում ենք որ իրականում նայեք, դա չի ասում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ ասում է քո հորքուրի տղան, մորքուրի տղան, հոպարի տղան, հնարավոր չի չասի։ Հնարավոր չի չասի։ Ուրեմն եթե չեն ասել, ուրեմն խելք չունեն որ չեն ասել։ Պարոն Սարգսյան, ձեզ էլ մի վարքան էլի կներեք, այդ ինչ անշկամ խելք չունեն որ։ Որովհետև փաստացի թալանը եղել է։ Նախ իմ հետ կապված օրինակներ մի բերեք իմ կամ իմ հարազատների, ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել։ Օրինակ եմ բերում այնքան։ Հիմա չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Օրինակ ես բերում, օրինակ չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Պարզ խոսում եմ հետո, ուզում ես պարզ խոսանք։ Մաքուր խոսալն ես սիրում, թե պրոստո տակ եկավ բանալի։ Ես ոնց այդպես արտահայտվում։ Չեք կարծում որ դա իշխանությունների կողմից, ԿՊԱ-կանների կողմից ուղղորդվում են այդ կոմենտները։ Ոչ։ Բա ինչ։ Իրանց կողմից ատելություն չեք տեսնում։ Ես տենում եմ իմ հալալ հորքուրիս աղջիկը էտի գրել է։ Ես ոնց էս կարամ պատկերացնել։ Այսինքն ձեր հորքուրի մորքուրի եւ դիմացինի հորքուրի մորքուրին եք մեղադրում, բայց ներկայիս իշխանությանը չեք մեղադրում։ Ներկայիս իշխանություն ոչ մի իշխանության հասցեի այս պահի դրությամբ արտահայտություն չի արվում։ Իշխանության հետ կապված իմ level-ը չի պատկանում դրան, որ ես իշխանության հասցեին որևիցե մի հատ արտահայտություն անեմ։ Պատկանում է հորքուրի մորքուրի եւ դիմացինի վիրավորելով։ Ոչ վիրավորելուն։ Ես կյանքում ես թույլ չեմ տա ոչ մի հորքուրի, ոչ մի մորքուրի վիրավորել։ Ասում եք Արցախի Հանրապետության անվտանգ եւ իշխանություն ունի կառավարությունը, ուզեք թե չուզեք անուններ տալ, լուրջը իրենց ձեռքում են, իրենց ձեռքում են։ Հասցեատերը նրանք ինչքան էլ շարքային քաղաքացիների իրավունքեք եւ այլն։ Հիմա դուք պատրաստում եք ճիշտ հասցեատ իրոջը, դիմել ճիշտ հասցեատ։ Այսինքն ոնց եք պատկերացնում, եթե մենք ուզում ենք դիմենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, դաշի հարցեր կան։ Նա հարց կա։ Դուք ասում եք որ Հայաստանը կառավարության մոտ կամ նույն դատախազության մոտ։ Մի հատ նորից կրկնեք էլի խնդրում։ Այն վճռականությամբ, որ եկել եք այստեղ, Հա։ ինչու այդ նույն վճռականությամբ չեք դիմում դատախազություն, կառավարություն, հատուկ քննչական։ Մի քիչ ավելի ուժեղ վճռական ձևով ենք եթալու, հաստատ իմացեք դա։ մի բան Ինչով կբացատրեք այն, որ ակցիայի մասնակիցները եւս Թալանի մասնակից են, կոնկրետ Ակցիայի մասնակիցների մասին 24 նյուզը ստեղ, հա։ Խիբա, ես կուզեմ օրինակ 24 նյուզին, չէ, կներեք, հիմնավոր եմ խիեմ ասում, հարցին եմ, էլի պատասխանում։ Նայեք, 24 նյուզը այն օրը ես տեսել եմ, որ լրատվականում գրել է, որ իմ անձամբ իմ անունը շոշափելով, որ 60 միլիոն մեղվաբուծություն, 15 միլիոն դրամ չգիտեմ ինչ, տեսեք ինչ եմ ասում, այդ տվյալ թղթաբանությունը որ տանք, այսինքն որը որ տված է արդեն, իրանք որ շեշտել են, այս պահի դրությամբ ներդրումային հիմնադրամի սաղ ժոսկի դիսկերով, այդ գրիչ համակարգերով բոլորը, ասենք, այս պահի դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության համ քննչական կոմիտեի ձեռին, նույնիսկ դատախազության ձեռը, եթե իմ հասցեին
հենց հիմա պատասխանատու ձևով հայտարարում։ Եթե ինձ վերաբերյալ որևիցե մի հատ դրվագ կա, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից դատախազությունից պահանջում հրապարակել ես պատմության ընթացքում 30 տարեկանում 30 տարվա ընթացքում մի անգամ օգտվել եմ Արցախի, ես ունեցել եմ մեծ շինարարական կազմակերպություն, բոլոր շինարարական կազմակերպություններն դե մեծամասնությունը ստացել է 10 միլիարդ, 15 միլիարդ դրամ որպեսզի աշխատեն, այսինքն փող են տվել, որ աշխատեն։ Իսկ իմ պարագայում ես ունենալով քաղաքաշինության նախարարությունից, իմ կազմակերպությունը ունենալով քաղաքաշինության նախարարությունից 70, 60, տվյալ պահին ինչքան որ կլներ 40 միլիոն դրամ ստանալու փող, այսինքն կատարողական ակտերս ներկայացած, որ պետք է գումարը ստանայի, ինձ վերևներից տեղեկացնում են, որ այս պահի դու ասում փողոց փոխանցեք, էլի Հայաստանաբանակ մեր աղբերներից ես մատերիալ եմ առել, բերել որպեսզի Ղարաբաղում օգտագործում, մարդուն օր եմ ասել, այդ փողը պետք է տամ, բառացիորեն ցես բացատրեմ, որ հասկանաք։ Այդ փողը փոխանցեք, որպեսզի սուտ դուրս չգա խոսքս։ Ասում այս պահի դուրությամբ քաղաքաշինության նախարարության բյուջեում չկա գումար։ Բայց էսա ասեմ ներդրումային հիմնադրամից մի 15 միլիոն դրամ տան, ըտից կկտրեն կփոխանցեն ընդե։ Տվել են։ Հասկանում ես։ Մի րոպե, ասեցի արդեն, անուն չեմ տալիս, տվյալ մարդը ոշում, այսօր ասենք սիտուացիան ուրիշ ձև է, մի րոպե կպատասխանեմ։ Նայեք, 15 միլիոն դրամը տալիս է, տեղը 60 միլիոն դրամը, որը որ պիտի տային, մինչև այսօր, քաղաքաշինության նախարարը հիմա վերևը նստած մեր հարգարժան պարոն Սարգսյանը, Արամ Ալեքսեևիչ, հենա վերևը նստած ու Արցախի ներկայացուցչությունը որպես պետնախարարը, կարաք մոտիկանաք հարցը ուղղեք, պատասխանը կստանաք։ Մի րոպե պրծնեմ։ Իմ անձամբ իմ հասցեին, այդ ում հասցեին, որ ասել է հարցերը կուղղեք իրան, Յուրի Մուսայելյանը գրառումներ է կատարել, մտեք իր սոցցանցը, սոցիալական էջի եւ իր գրառումներին կծանոթանաք, այն ինչը որ ինքը վերցրել է, ինքը ասում է, որ վերցրել եմ, խնդիր չկա դրա մեջ։ Ես էլ կողքից արտահայտվել եմ, եթե ուշադիր եք եղել, բարձրախոսը ձեռս արտահայտել եմ, ասել եմ հենց յուրայից է սկսի։ Եկես թե կայնել է, բողոքում է, ուրեմն ինքը դրան կողմ է, հենց իրանից է սկսեք։ Հասկանալի մարդը։ Իսկ ինչը վերաբերում է իմ մասով, նորից եմ ասում, խնդրում եւ պահանջում, թող հրապարակեն։ Ես նորից շեշտեցի, ասում, ինձ նույն, եթե խոսքը գնում է 15 միլիոն դրամի մասին, իմ ընդհանուր կապիտալի, ընդհանուր եղածս մոտորապես կազմել է 100-150 միլիոն դրամի, ասենք միլիոն դրամ արժողության ունեցվածքով, sense տնով, ֆերմայով, կալոնկով, այսինքն ունեի։ Եթե խոսքը գնում է 15 միլիոնի մասով, ես ձեզ հավաստիացնում եմ, իրանք 6 անգամ 15 անես, հիմնավորում ես, պատասխանատու ձևով հայտարարում եմ, ու ով երբ ուզենա, թող զանգի գամ նույնը տաղավարից հայտարարեմ, ու նորից եմ ասում, պատասխանատու ձևով, 6 անգամ 15 անես, այդքան իրանք, այսինքն պետությունը, Արցախի հանրապետությունը, լուծարվելուց հետո ասում փողը չկա։ Եթե փողը չկա, 60 միլիոն դրամը ստա, ինձ չպետք է տա, դե ինձ նամակ ունեմ գրած, որ խնդրում եմ, ինձ փոխանցվելիք, քաղաքաշինության նախարարությունում գրել եմ, կոնկրետ գրառում եմ կատարել, ինձ փոխանցելիք, այսինչ գումարից, խնդրում եմ, այսքանը տրամադրել Արցախի ներդրումային հիմնադրամին։ Այսինքն, պետության մեջ կա 60 մեշոկ, ես մի մեշոկից տվել են ինձ, ես մի մեշոկով ուզում եմ փակեն, ու պլյուս դրան, տես ինչքան են գեղեցիկ դասավորել, որ ես մի հատ էլ իմ ստանալի գումարս թողեմ, ստից վերցնեմ 15 միլիոն դրամ, տանեմ 16 միլիոն, 17 միլիոն դրամ տոկոսը հետը, ընձնից պահեն վերցնեն։ Այսինքն իրանց սխալ գործունեության արդյունքում եմ ես որոշ գումար կորցրել, բայց հիմա փաստացի որոշ չեմ կորցրել, ամբողջն եմ կորցրել։ Ավարտեցեք մի բան։ Իսկ ինչը վերաբերում է մնացածի մասով, այն օրը ստեից հայտարարել եմ, նույն կերպ վարվել է Արցախի հանրապետությունում եկեղեցու առաջնորդարանը։ Ասեմ իմանաք, ստեից հայտարարել եմ, հիմա էլ պատասխանատու ձևով ասում, փաստեր ունեմ, պայմանագրերը իմ մոտ կա, այո, Վրթանեսը։ Դատախազություն չեմ ներկայացնում, որովհետև ես ինքս սաղ կյանքս ոչ գնացած եմ, ոչ ներկայացրած եմ, ես մի րոպե պրծնեմ,
մի րոպե բրցնեմ։ Պայքարողը ես չեմ, ես բացատրում եմ, որ պայքարողը դու ես։ Իվական դուք Էլի գնա թալանի հետևից։ Հանցագործության մասին Չէ, հայտարարություն չէ, ինչ ճիշտ հասկացեք։ Ձեզ չեմ ասում, ես բացատրում որ պատասխանատուն պայքարողը դու ես։ Գնա, քեզ մերժել են, մենք էլ գանք։